Եվ ի վերջո ձկնիկներ։ Ձկնիկներին նույնպես վերաբերվում է այդ ռախոյի դիրքը, այսինքն վերընթաց լուսնային հանգույցը գտնում է ձկներում եւ ձկների համար լայն հնարավորություններ են բացվում իրականացնել այն ծրագրերը, որոնք նրանց մոտ չէին ստացվում այս 1.5 տարիների ընթացքում։ Եվ մայիսի ընթացքում ես ասեմ, որ ռախոն գտնվելու է ձկների 26-ից 24 աստիճաններում եւ հատկապես կազդի այն ձկների վրա, ովքեր ծնվել են մարտի 13-ից 19 այդ ժամանակահատվածում, այսինքն առաջի տանն է ձեր ռախոն եւ ձեզ դրթում է այսպես նորանոր նվաճումների, նորանոր ինչ որ ծրագրերի իրականացման ակտիվ, եթե լինեք ակտիվ եւ վերցնեք նախաձեռնությունը ձեր ձեռքերը, ապա կհասնեք հաջողության սիրելի ձկներ։ Իհարկե մայիսի սկզբին Մերկուրին Արեգակը գտնվելու են ձեր երրորդ աստղատանը, որը նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր պայմանավորվածություններ, գործնական եւ անձնական ոլորտում դա լավ է, բարենպաստ է։ Սատուրնը իհարկե մայիսի երկրորդ կեսին վերջապես դուրս է գալու ձեր առաջի տնից եւ ձեզ հանգիստ է թողնելու սիրելի ձկնիկներ, դա խիստ բարենպաստ, այսպես զարգացում է, մայիսի ամենա ուրախալի զարգացումը աստղաբանական ձեզ համար սիրելի ձկներ եւ մուտք կգործի Խոյ Սատուրնը ձեր երկրորդ աստղատունը, որը որ ֆինանսների ոլորտի մեջ արդեն կստիպի ձեզ շատ ավելի լուրջ կշռադատված քայլեր կատարեք։ Եթե չմտածված քայլեր կատարեք, այսպես գումարները կամ վատնեք կամ ճիշտ չկարողանաք բաշխել, ուրեմն Սատուրնը խնդիրներ կառաջացնի ֆինանսական, բայց ընդհանուր առմամբ բարենպաստ է։ Նաև իհարկե լավ է, որ Նեպտունը վերջապես դուրս եկավ ձեր կենդանակերպից եւ կրկին մոտ գործեց ձեր երկրորդ տունը, որը խոստանում է ձկներին մոտակա 12 տարիների ընթացքում մեծագույն ֆինանսական հաջողություն։ Պես որ ձեզ համար այս ժամանակահատվածը շատ բարենպաստ է։ Արդեն մայիսի 20-ից հետո Արեգակը Մերկուրին մուտք կգործեն ձեր 4-րդ տուն եւ դուք արդեն ստիպված կլինեք ձեր տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերը կարգավորեք եւ տան հայրական ժառանգության այդ խնդիրների վրա է կենտրոնանալու սիրելի ձկնիկներ։